Սիրելի հեռուստադիտողներ, հաղորդման այս հատվածում քննարկելու ենք ձեր իսկ կողմից ուղղված անանուն հարցեր, որոնց կպատասխանի բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնի մաշկավեներաբան Ռուշտուն Բաբայանը։ Ողջույն բժիշկ։ Ողջույն։ Շնորհակալ եմ, որ համաձայնեցիք արագ այս հարցերին պատասխանել, եթե կարելի է ամփոփ կարող եք մեկնաբանություն տալ, սրանք այն հարցերն են, որոնք մեր հեռուստադիտողներին հուզում են։ Գնացինք։ Գնացինք։ Եթե անհրաժեշտ լիներ ընտրել մաշկի խնամքի միայն մեկ միջոց, որը կլիներ։ Ես կընտրեի ռետինոիդներ։ Թանկարժեք խնամք, արդյոք երաշխավորված արդյունք միշտ։ Ոչ միշտ, պետք է հաշվի առնել դա։ Այսինքն կան շատ մատչելի միջոցներ, որոնք եւս կարող են էֆեկտիվ լինել, չէ՞։ Իհարկե, կարևորը ճիշտ ընտրությունն է։ Նույնիսկ մեկ կասկած է առաջացնում, որ շատ մատչելի է լինում, մարդու մոտ անպայման հարց է ծագում, որ արդյոք արժի վնաս կտա կամ չի օգնի, չէ՞։ Դրանց միջոցներից մեկը ասեմ վազելին։ Այո, որը։ Վազելին։ Կիրառվում է կոսմետոլոգիայում։ Քիչ է կիրառվում, բայց կիրառվում է։ Հիմա ավարտենք, ես կճշտեմ բժիշկ Բաբայանից, որ դեպքում պետք է վազելինից օգտվել։ Որ տարիքից է իրականում պետք սկսել հակատարիքային խնամքը։ Բուն հակատարիքային խնամքը 30 տարեկանից, բայց կանխարգելումը 20։ Այսինքն մաշկի խնամքը սկսել արդեն 20 տարեկանից։ Ես կասեի նույնիսկ դեռահասները մենք այդ կրթման կարիքի իրոք ունենք, որ նույնիսկ դեռահասը իմանա ինչպես սկսի այդ մաշկի խնամքի մշակույթը, չէ՞։ Պարտադիր։ Հնարավոր է ավելի երիտասարդ տեսք ունենալ առանց ներարկումների եւ ապարատային միջամտությունների։ Եթե լավ խնամք մաշկի իրականացնել եւ գենետիկան լավ լինի եւ խուսափել վնասակարծավորություններից հնարավոր է, ինչու ոչ։ Ախ, այդ եթե հնարավոր լիներ, այո, ասում են, լավ խոսք է եթե։ Մաշկի խնամքի որ բաղադրիչն է այսօր չափազանց գովազդված, որն է իրականում գիտականորեն արդյունավետացած։ Ես երևի էլի առանձնանամ ներարկումային միջամտություններին, որ չափից դուրս գովազդված են, հասկանալի պատճառներով, երևի ֆիլեր, բոտոքս։ Ուղղակի ոչ թե էֆեկտիվ չեն, այլ երբեմն տեղին չեն։ Տեղին եւ անտեղին, էլի պետք է հաշվի առնել այստեղ։ Շատ լավ։ Եթե մաշկը հոգնած եւ անփայլ տեսք ունի, ավելի հաճախ պատճառը արդյոք տարիքն է, թե ավելի շատ ապրելակերպը։ Ես երևի կասեի ապրելակերպ։ Տարիքը նույնպես կարող է ազդել, բայց ավելի շատ ապրելակերպ, չքնելը, ծխելը, ալկոհոլը։ Այո։ Քնի որակը, որ շատ կարևոր է, իրոք բազմիցս անդրադառնում ենք, որ վատ քունը ամեն ինչի վրա ազդում է, մասնավորապես եւ մաշկի։ Հատկապես REM փուլը, ճիշտ եք դոկտոր։ Ճիշտ է, որ SPF-ը անհրաժեշտ է օգտագործել նաեւ ձմռանը եւ անպամած եղանակին։ Պարտադիր, սա այն սխալն է մեծ, որ շատ մարդիկ անում են։ Տարին 12 ամիս անհրաժեշտ է կիրառել։ Իդեպ ասեմ, շատ ասիական երկրներում նկատել եմ, ես ինքս չեմ եղել, բայց այդ թրենդը կա, որ ոչ մի դեպքում տանից դուրս չեն գալիս, դրսում չես տեսնի առանց գլխի գլխարկների կամ պաշտպանից ինչ որ հագուստի, որովհետև իրենք շատ այսպես հետևում են։ Եվ անձրևանոցով, արևային եղանակին։ Իրականում շատ ճիշտ որոշում է դա։ Մեծ ոչ ընդունված։ Ոչ ընդունված։ Մեկ սովորություն, որը 1 տարվա ընթացքում կարող է զգալիորեն բարելավել մաշկի որակը։ Եթե մեկ բառով ասենք ճիշտ ապրելակերպ, եթե առանձնացնենք ավելի կոնկրետ ստրեսից խուսափել, ճիշտ սննդակարգ, առողջ ապրելակերպը, եւ իհարկե skin care։ Շատ լավ, այսինքն բազային խնամքը, քնի լավ որակը, դե ապրելակերպ սովորույթները, ինչքան որ դա հնարավոր է կարելի է վերանայել, որն է ռեալ իրատեսական վերանայել, ու ջուրը, ջրի մասին ինչ կասեք։ Ջուրը իհարկե բավականին մեծ դեր ունի, բայց դնել իրեն առաջի կամ երկրորդ տեղում ես այդքան է կողմնակից չէ։ Հետաքրքիր է։ Բայց պետք է իհարկե։ Այո, օրական օրինակ 1.5 լիտր ջուրը։ Քաշը պետք է բազմապատկել 30 մլ-ով։ Դոկտոր Բաբայան, ես չմոռացա վազելինը, ինչ կասեք այդ մասին, ինչպես է ինքը կիրառվում մաշկի խնամքի մեջ։ Նախկինում բավականին շատ էր կիրառվում մաշկաբանության մեջ եւ վերքերի լավացման, որպես ռեգեներացնող, փափկացնող եւ պաշտպանիչ նաեւ շերտ իրականացնող։ Հիմա չգիտեմ ինչու դուրս է մղվել ավելի շատ հետին պլան, բայց օրինակ ես երբեմն կիրառում եմ իմ պրակտիկայում, բավականին լավ միջոց է, շատ մատչելի։ Պրոցեդուրայից հետո, ասենք, եթե փոքրիկ կերծվածք է, այրվածք է, հա, նման պրոցեդուրայից հետո էլ եւ նաեւ վերքերի համար որպես պաշտպանիչ, վերականգնող, փափկացնող, ինչու ոչ։ Շրթունքներին օրինակ, հա, կարելի է շրթունքների մաշկը խնամելու համար ամեն օր երեկոյան քսել ու քնել։ Այստեղ հենց հա, իրականում կան բավականին շատ ժամանակակից միջոցներ, լիփ բալմեր, շրթունքների, բայց վազելինը մնում է հին, փորձված եւ մատչելի միջոց։ Ինչ հետաքրքիր է, ինձ համար եւս բացահայտում էր, տեսեք, մենք խոսեցինք այդ խնամքի միջոցները, որ եթե թանկարժեք են, ուրեմն անպայման ամենաարդյունավետն են, բայց ստացվում է, որ նույնիսկ վազելինը այդ գրավիչ սրվակները թվացող, որ շատ էֆեկտիվ կլինեն, թե լինի շրթունքների մաշկի, թե դեմքի, երբեմն կարող է լավ փոխարինող լինել։ Այո, որոշ դեպքերում շատ լավ փոխարին։ Նույնիսկ առաջին միջոց լինել։ Որոշ դեպքերում այո։ Շնորհակալ եմ շատ։ Այս պահին պատրաստել էինք այսքանը, գնացինք առաջ։